Պարոն Մկրտչյան, արդեն քարոզարշավի 9-րդ օրն է, նախընդհանուր առմամբ շրջելով քարոզարշավ իրականացնելով ինչ արձանագրումներ եք արել եւ ինչ եք առանձնացրել որպես առաջնահերթություններ, որ ընտրվելու պարագայում իրականացնելու եք, այսինքն վաղաշաբաթցին ինչի կարիք ունի ամենաշատը, ինչ զրույցներ եք ունենում քաղաքացիների հետ եւ ինչ եք առանձնացրել։ Այո, այդ խնդիրները բոլորիս հուզում են եւ ես ինքս հայտ եմ ներկայացրել Եվ ակնկալում եմ, որ վաղաշաբաթցիները իրենց քվեով ինձ կգործուղեն քաղաքապետարան, համայնքապետարան, որպեսզի այդ խնդիրների լուծմամբ զբաղվեն։ Բայց դուք ինքներդ ձեր հարցում նաև շատ ճիշտ ընդգծում կատարեցիք, որ պետք է խնդիրները դասակարգել։ Օրինակ, որ խնդիրն է ավելի առաջնահերթ մեզ համար։ Դրա համար կստեղծվի մեխանիզմ, որպեսզի բնակիչներն իրենք դասակարգեն իրենց խնդիրները, որ խնդիրն է ավելի առաջնահերթ, որը պետք է առաջինը լուծել։ Օրինակ, բազմաբնակարան շենքերի նկուղները ճահճի մեջ են եւ եւս 3-4 տարի այսպես շարունակվելու պարագայում մենք վաղաշաբաթում խնդիր ենք ունենալու բազմաբնակարան շենքերը պահելու առհասարակ վթարային շենքերի կարող են վերածվել այդ շենքերը ես կարծում եմ պետք է այդ խնդրին առաջնահերթ ուշադրություն դարձնել որը ուղիղ կապված է կոյուղագծերի հետ այսինքն քաղաքում կոյուղագծերի վիճակը մեղմ ասած ողբալի է եւ այդ խնդիրը պետք է առաջնահերթության սկզբունքով լուծել իհարկե համայնքի բյուջեն գուցե այստեղ չբավականացնի ես կարծում եմ կառավարության մեր գործընկերների հետ ուղիղ համագործակցության եւ աշխատանքի միջոցով մենք կարող ենք բնակչի այս խնդիրը թեթևացնել Պարոն Մկրտչյան, շատ է խոսվում Գյումրիի երկու սցենարի մասին։ Նախ ընդհանուր առմամբ այստեղ կան Վարդան Ղուկասյան կամ Վարդան Ղուկասյաններ, եւ ում շուրջ է պատկերացնում այդպես ընդդիմությունը համախմբում այդ, եւ նաեւ շատ շշուկներ կան, թե օրինակ դուք ում հետ կարող եք համագործակցել, որ դեպքում կգնաք համագործակցության, որ դեպքում չէ։ Դուք արդեն ձեր համար ունեք կարմիր գծեր։ Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ մի ձեռքս ես կկտրեմ, մյուսն էլ կտրել կտամ, բայց Քոչարյանա-Սերժական եւ Ռուսաստանի Դաշնությունից ծնվող խամաճիկային տեխնացուների ձեռքը չեմ սեղմի։ Սա հստակ է։ Այստեղ քննարկման տեղ չկա։ Գյումրի երկուսը միանշանակ պետք է այս համատեքստում ես բացառում եմ եւ արդեն իսկ կարող եմ արձանագրել, որ վաղաշաբաթցիները ինձ դիտարկում են իբրև հաղթող տեխնացու եւ ես էլ հաստատակամորեն գնում եմ ընտրություններում հաղթելու։ Հիմա ում հետ կհամագործակցեմ, գիտեք, հաղթող տեխնացուին այդ հարցը չի կարելի տալ։ Ես ինձ դիտարկում եմ հաղթող տեխնացու ու կրկնում եմ գնում եմ հաղթելու։ Ընտրություններից հետո այն պատկերը ինչ որ կձևավորվի, դրանից հետո կխոսենք, բայց կրկնում եմ Քոչարյանա-Սերժական Ռուսաստանի Դաշնությունից ծնվող որևէ ուժի կամ տեխնացուի ձեռքը ես իմ ձեռքերը կկտրեմ, բայց չեմ սեղմի։ Սևակ Խաչատրյանի հայտարարությունները ամեն դեպքում նաև բանավեճի հետ կապված, թեև իրեն չտեսանք բանավեճի ժամանակ, բայց ամեն դեպքում հայտարարությունները նրա մասին են, որ Քոչարյանի տարիները եղել են ամեն դեպքում ամենաապահովը, ամենաբարեկեցիկը, ամենազարգացող տարիները եւ այսպես շարունակ։ Հարցս պատահական չտվեցի, թե այստեղ ով է հանդես գալու որպես Վարդան Ղուկասյան ճակերտավոր ասած։ Մենք կարող ենք ենթադրել, որ Սևակ Խաչատրյանն է պայքարում այստեղ դառնալու ընդդիմության հավաքական։ Ձեր կողմից նշված անձնավորությունը անամոթաբար Գյումրվա կաշառակեր Վարդանիկի կալանավորման օրը հայտարարություն է տեղադրել իր Facebook-յան էջում եւ Վարդան Ղուկասյանի կալանավորումը քաղաքական հետադմփում որակել։ Ավելին ասել պետք չի։ Վաղարշապատի բնակիչները թող պատկերացնեն, թե Վարդանիկին պաշտպանած, Վարդանիկի արժե համակարգը կրող, կիսող գործիչը քանի օր կամ քանի ամիս հետոյա վերածվելու տեղական Վարդանիկի։ Իհարկե կոնսոլիդացիան փորձում են իրենց համար մեծ հաշվով նշանակություն չունի, իրենք խնդիր են դրել վաղարշապատ խոշորացված համայնքի բնակիչներին մոլորեցնելու։ Դրանից հետո նրանք բոլորը պատրաստ են ձեռքսեղմամբ քաղաքը կիսել, քաղաքը Գյումրի երկուսի վերածել ու ինչպես իրենք են ասում Գյումրու օրինակով համապետական մակարդակով փոփոխությունների հասնել։ Գյումրու օրինակով գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք Հայաստանի Հանրապետությունը զավթել, օգտվելով ժողովրդավարական գործիքակազմից, մոլորեցնել քաղաքացիներին եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը քարշ տալ միութենական պետության կամ գուբերնիայի մաս դարձնել։ Այսինքն թիմ ընտրությունները ավելի շատ աշխարհաքաղաքական են նաեւ ինչ որ իմաստով, որովհետեւ այստեղ ընտրություն պիտի արվի նաեւ։ Թիմ ընտրությունները ես մեր հայրենակիցներին, մեր համակարգացիներին միշտ ասում եմ, քաղաքը մաքուր պահելը համայնքապետի սուրբ պարտականությունն է։ Քաղաքը բարեկարգելը համայնքապետի սուրբ պարտականությունն է։ Քաղաքում կանաչ գոտիների ստեղծումը քաղաքապետի պարտականությունն է։ Կներեք էլ ինչի են բոլոր տեխնացուները վաճառում քաղաքացիներին իրենց պարտականությունների կատարումը։
Դա վաճառքի առարկա չի, դա վաճառքի ենթակա չի, համայնքապետի պարտականությունն է, այդ նույնն է, ոնց որ ես կանգնեմ վաղարշաբաթ խոշորացված համայնքի բնակիչներին, ասեմ, որ ես կաշառք չեմ վերցնելու, չեն ասի դու ապուշ չես, երիտասարդ, այսպես թե այնպես դու կաշառք պիտի չվերցնես, որովհետև օրենքով արգելված է, իսկ օրենքով համայնքապետի վրա դրված է հստակ պարտականություններ ու համայնքապետը պետքա դա կատարի։ Թե չէ ամեն ընտրությունից ընտրություն գնալ, գալ, ասել ես մաքուր եմ պահելու եւ ես վաճառում եմ քո վրա քաղաքացի, քո քաղաքի մաքուր պահելը, սա լուրջ չի։ Իհարկե աշխարհակաղակական համատեքստին պետք է ուշադիր լինել, հատկապես երբ որ այս ընտրությունները 26 թվականի ընտրություններից կարճ ժամանակ առաջ են տեղի ունենում։ Մեր հայրենակիցները քաղաքակրթական առաջին հերթին ընտրություն պետք է անեն, որտեղ են Հայաստանի Հանրապետությունը եւ վաղարշաբաթը իբրև Հայաստանի Հանրապետության մաս պատկերացնում։ Գուբերնիայի կազմում, գուբերնիայի մաս դարձած, գուբերնիա դարձած թե ազատ, խաղաղ, անվտանգ, ինքնիշխան, սուվերեն պետություն անկախ Հայաստանի Հանրապետություն են ուզում տեսնել։ Վաղարշաբաթն էլ Հայաստանի Հանրապետության իբրև մի մաս, իբրև հոգևոր մայրաքաղաք։ Եվ կարևոր բանից խոսեցիք հոգևոր մայրաքաղաք լինելուց, պարոն Մկրտչյան, մենք գիտենք դուք նաև բազմիցս հանրային այդպես հնարավորություն եք ունեցել արտահայտվելու վերջին այս գործընթացների մասով կապված կաթողիկոսի հետ եւ հայտնի պահանջի հետ։ Չեք կարծում, որ այդ հայտարարությունները ձեզ կամ կարող են խանգարել կամ հակառակը օգնել, դուք որ տեսակետն եք ավելի շատ կիսում եւ արդյոք մայրաթոռը չունի լծակներ, որոնցով կարող է օրինակ խանգարել ձեզ։ Լսեք, ես քաղաքական շարլատան չեմ։ Ես քաղաքականությունը որքան էլ որ մարդիկ ասում են անբարոյականություն է, ես քաղաքականության մեջ ձգտում եմ մարդ մնալ։ Ու Կտրիչ Ներսիսյանի հետ կապված իմ արված հայտարարությունները փոփոխման ենթակա չեն։ Իբրև հավատացյալ եմ ասում, իբրև հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ասում։ Ավելին, իբրև թեկնածու ես ունեմ ծրագրային դրույթներ, որոնք ուղիղ առնչվում են Կտրիչ Ներսիսյանի կամ նրա կողմից գլխավորող ղեկավարվող հիմնարկի հետ։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին։ Այ օրինակ մենք հիմա որ խոսում ենք, տեսեք այս տարածքը։ Սա 618 թվականին կառուցված կոթող է, Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է։ Ետնամաս այս ողջ տարածքը նշանակությամբ այգի է։ Իդեպ այս այգին, որի հետքը երևում է, ակնհայտ է, որ այստեղ այգի է եղել, այնտեղ նստատեղեր կան, առանձնացված գոտի կա, սա սովետական միությունն է տվել։ Այն սովետական միությունը, որ որոշ հոգևորականներ դրոշակ են դարձել, որ իրենց բռնաճնշումների է ենթարկել։ Սովետական միությունը տվել է այսպիսի այգի, որը հիմա վերածվել է աղբանոցի, կանաչ գոտի բացարձակ չկա։ Այս տարածքի հարցը, սիրելի վաղարշաբաթցիներ, պատասխանատու կերպով ասում եմ, այս տարածքի հարցը Կտրիչ Ներսիսյանի հիմնարկի առաջ դրվելու է։ Ամենայն հարգանքով Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ։ Բայց ներողություն, ողջամիտ ժամանակահատված է տրվելու, ողջամիտ ժամանակահատված սա բարեկարգելու համայնքի բնակչին վերադարձնելու համար։ Կահավորելու տեսանկարահանող սարքերով, լուսավորությամբ ապահովելու, մաքրելու, կանաչ գոտի ստեղծելու Կանի Կտրիչ Ներսիսյանի կողմից ղեկավարվող հիմնարկը դա փառք ու պատիվ իրենց եւ խոնարհում իրենց առաջ։ Չեն անի, ներողություն, համայնքը այստեղ լեգիտիմորեն կմիջամտի։ Ինչպես կմիջամտի, դա էլ ժամանակը ցույց կտա։ Բայց որ մենք միջամտելու ենք իբրև համայնքի կառավարիչներ, դա ակնհայտ է։ Որովհետեւ սա, չգիտեմ, բարբարոսություն է սա։ Ունենալ այսպիսի տարածք քաղաքում Քաղաքի սկզբնամասում 618 թվականին 8-րդ հրաշալիք համարվող Սուրբ Հռիփսիմեի հետնամասում ու այս վիճակում սա խայտառակություն է, սա ամոթ է։ Սա Կտրիչ Ներսիսյանի դիմագիծն ու դեմքն է։ Այսինքն ձեր հայացքները այդ առումով չեն փոխվել։ Բացարձակապես ու ես քաղաքական կրկնում եմ շարլատան չեմ, որ հաշվարկներ անեմ։ Ես վաղարշաբաթցիներին լավ եմ ճանաչում, վաղարշաբաթցիներն էլ Կտրիչ Ներսիսյանին են լավ ճանաչում։ Իմ դիրքորոշումներում անգամ եթե ստանամ 0 ձայն փոփոխության չի ենթարկում եւ չի ենթարկվելու։ Եվ նաեւ անհավասար պայմանների մասին եք խոսում քարոզարշավի ընթացքում։ Երեք էլ ազգային ժողովում նման հարց էր քննարկում, թե ինչպես ուժերը, որոնք զրոյական հայտարարագրում են ունեցել, այսօր նման մեծ գումարներ են դրում։ Դուք նկատել եք գոնե։ Ես իրավապահ իհարկե նկատել եմ ու ինձ համար նաեւ ցավ է, որ ես այդ ռեսուրսների չարաշահումը նկատում եմ ոչ միայն
5-րդ Շարասյան կողմից, այլ նաև գործող իշխանության տեխնացուի կողմից եւ իրավապահ համակարգի մեր գործընկերների ուշադրությունն եմ հրավիրում վաղարշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների վրա։ Որտեղից այդ միլիոնավոր դրամները, որ իրենք ծախսում են, որտեղից, ում փողերն են։ Ես չունեմ այդ հնարավորությունները։ Մի քանի տեղ ունեմ, 2 տեղ քաղաքում ունեմ, քաղաքում կամ գյուղերում, շրջիկ, վրանային կետ, որտեղից իմ նախընտրական բուկլետներն է մարդկանց տրվում, եւ ունեմ մի հատ նախընտրական շտաբ, ոչ ավելին, եթե մարդիկ մտածում են, որ այս էլ պիտի չունենայի, կներեք, ես այն 30%-անոց խիստ աղքատ խավին չեմ պատկանում, էլի այդ մինիմալ խնդիրները փառք Աստծո, թե ես եմ կարողանում լուծել, թե իմ համակիրներն են կարողանում ինձ օգնել, որպեսզի լուծեմ այդ խնդիրը, բայց վստահաբար ես Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ փողերի հետ չեմ կարող մրցակցել։ Վստահաբար չեմ կարող մրցակցել եւ իզուր չի, որ ես Ռոբերտ Քոչարյանի գրպանի տեխնացուն չեմ, ոչ էլ նրա գրպանը մտած տեխնացուն եմ։ Ես օլիգարխների գրպանը չեմ մտել, չեմ էլ պատրաստվում մտնել։ Թաղային հեղինակությունների գրպանը չեմ մտել, չեմ էլ պատրաստվում մտնել։ Ես բակ առ բակ, շենք առ շենք, փողոց առ փողոց մարդկանց հետ շփվում եմ, մարդկանց ներկայացնում եմ իմ պատկերացումները, իմ տեսլականը։ Եվ վաղարշաբաթի անհավասարության մթնոլորտը առաջին իսկ օրից Քարոզ Արշավի ես այստեղ նկատել եմ ու ֆինանսական մրցավազք եմ ես այստեղ տեսնում, թե ով իր միջոցներով ինչպես կարող է մրցակցել, քաղաքի որ գովազդային վահանակը ոնց կարող են վարձակալել, այստեղ ոնց կարող են այս մի նկար կպցնել, մի նկար ավել կպցնել, սա անհավասար մրցակցային պայմաններ է իրականում ստեղծվում ու մեծ հաշվով ես այդ նկարային, չգիտեմ, գովազդային պատերազմի մեջ չեմ մտնում։ Տեսեք տեխնացուներն ինչով են զբաղված կամ տեխնացուների աջակիցները ինչով են զբաղված, մեկը մյուսի նկարներն ապոկում։ Ես նախորդ օրը Զվարթնոցում իրականացնում էի, Քարոզ Արշավ ինձ մոտեցել են երեխաներն, ասում են համար 1, ասում եմ երեխեք ջան, ով է համար 1-ը, քերրին է, հոպարն է, հայրիկն է, պապայի ընկերն է, ով է, ասում է ոչ, համար 1-ը մեզ քյաբաբ առերեք։ Ինչի առե, որ մյուս տեխնացուների պաստառները, նկարները պոկվի ուղակի երեխաների կողմից։ Դուք հասկանում եք քաղաքական ժուլիկության ինչ ցուցադրություն է։ Սա ժուլիկություն է, քաղաքական ժուլիկություն է։ Եվ վաղարշաբաթի բնակիչը ինչու պիտի ընտրի հենց այս պարոն Մկրտչյան։ Որովհետև ես ինքս համոզված անկախական եմ, միջին վիճակագրական վաղարշաբաթցի, մեկը վաղարշաբաթում ապրող միջին վիճակագրական վաղարշաբաթցիներից, վաղարշաբաթցիների տան տղեն եմ, 7 տարի վաղարշաբաթցիների էկրանների վրա եմ եղել, 7 տարի իմ դիրքորոշումներում փոփոխություն չի գրանցվել, լավին լավ եմ ասել, վատին վատ եմ ասել ու այս սկզբունքը իմ համար պահպանվելու է նաև համայնքապետի պաշտոնում։ Ես չեմ պատրաստվում ինքնանպատակ քոչարյանական տեխնացուների նման հայհոյել կենտրոնական իշխանությանը։ Ես պատկերացնում եմ պատասխանատվության չափաբաժինը եւ գիտակցում եմ, որ այդ աթոռին հասնելու պարագայում ես ստիպված եմ մի կողմ դնել քաղաքական հայացքները եւ ծառայել վաղարշաբաթ խոշորացված համայնքին ու նրա բնակիչներին, բոլորին, ընտրություններից հետո բոլորին, այդ թվում նաեւ քոչարյանականներին։ Ու այդ ճանապարհին ես տեսնում եմ բացառապես համայնքային բյուջեն ճիշտ օգտագործելու ճանապարհը, այն պահին որտեղ էլ որ համայնքային բյուջեն չի բավարարի, ես կաշկանդված չեմ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ ուղիղ համագործակցության եւ աշխատանքի միջոցով խնդիրները լուծել վաղարշաբաթցիների։ Եթե պետք եղավ բակերում լուծված խնդիրների կողքին նաեւ կառավարության ներկայացուցիչներին առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որովհետեւ իմ գործը դա է, բնակիչների հոգսը թեթևացնել, բնակիչների խնդիրները լուծել։